Հարկարժան ընկերմանության նախ շնորհակալության խոսք ունեմ ցեզի, որ ասարիթը ընձայեցիք արձարզելու համար ասկիս, հայրենիքիս և կուսակցության հետ կապված հարցերը։ Ուրեմն խոսիլ կսաներու մասին ընկերս կնշանակե խոսիլ հայ ազատագրական բայկարի մասին, խոսիլ հնչագյան կուսակցության գործունեության մասին։ Ինչպես ամեն ազգ կուսակցություն և կազմակերպություն ունի իր հերոսները, հնչագյան կուսակցությունը ևս ունի իր հերոսները, բայց քսաները հերոսների հետ խոսելը իմ կարծիքովս սխալ է։ Քսաները հնչագյան կուսակցության դյուցազուններն են, անոնք կաղապարով հնչագյան էին, ճիշտ է, բայց իրենց սխրանքը կուսակցական մակարդակի չէր։ Հնչագյաններու հեղափոխական ոգին միշտ եղած է, բայց քսանները համամարտկային իրավունքներու, արդարության, ազատության մասին աշխատած են։ Այդ ծրագիրը իրագործած է, այսինքն փոքր Ասիայի և Միջին Արևելքի ժողովուրդներու ճակատագիրը ընդհանրապես փոխելու համար աշխատած են։ Հիմա եթե պիտի խոսենք քսաներու գործունեության մասին, պետք է պատմություն ետքրորենք մինչև 1900 թվականները։ 1908-1909 թվականներում կհանգեց եղած էր Սուլտան Աբդուլհամիդ Բենը, Թուրքիո բարձրացած էին Իթիհադ Թարաղի կուսակցության վարակալուկները։ Անոնք փոքրամասնություններն ու մեծամասնությունները հաջողությամբ համոզած էին ազատություն, եղբայրություն և հավասարություն լոզունգներով։ Հնչագյան արտում մտքի և վարված ճիշտ քաղաքականության շնորհիվ բացահայտված էին Իթիհադի սև մորևանդ ազգային և մորևանդ կրոնական ծրագիրը, այսինքն պանթուրքիզմը և պանիսլամիզմը։ Հնչագյանները գոչ ուղղեցին շրջանի բոլոր կազմակերպություններում, ներառյալ հայ կազմակերպության, որ Իթիհադ Թարաղի կազմակերպությունը, կուսակցությունը այս լոզունգներու իրականացման համար չաշխատիր։ Երբ պիտի ասենք պանթուրքիզմ, այսինքն միացնել Թուրանի ցեղը, որու խոչընդոտն էր Արևմտյան Հայաստանը, հայ ժողովուրդը, Արևելյան Հայաստանի հարավային բաժինը, պետք է այս ժողովուրդը դեղահանել, պետք է այս ժողովուրդը չարտվեր, իր ունեցվածքեն զրկվեր, որպես Իթիհադի կապակները իղծերը իրականանան։ Հնչագյաններու գոչը մնաց անպատասխան ու շատ հայ երեսփոխաններ մնացին բազմած Իթիհադի բաժնած երեսփոխանական աթոռներուն վրա, ոչ մեկ գործընթաց չփոխելով։ Հնչագյանները վճռեցին պատնեշ կանել հայ ժողովուրդին և խոչընդոտել Իթիհադի սև ծրագիրը։ Կուսակցությանը 6 համախումարին, համախումարին Գոստանտիայի մեջ որոշում առնվեցավ դերորի ենթարկել Իթիհադի վարակալուկները։ Ժողովի արդյունքը մատնությամբ ավարտվեցավ։ Հնչագյան կուսակցության համար սկսած էր լակնաբելի օրեր, հալածանքներ, սպանություններ, ձերբակալություններ, նմանավանդ վերջինս մատնիչի առաջնորդությամբ շուրջ 160 հնչագյաններու ձերբակալությունը։ Հնչագյան թատական դիվանը ատյանը կորձի անցնելով մեծամասնությունը հաջողությամբ ազատարձակած էր։
ունեցանք ընկերներ, որ բանդերու մեջ խոշտանգվելով, ճարճարվելով նահատակվեցան, իսկ 20 անմահները սևական դատավարությունի հետ մահվան դատապարտվեցան գահավան պաշտոնալով։ Անոնք Սուլտան Բայազիդ հրաբարագիրը 15 հունիս 1915 թվականին գահավան պաշտոնացան։ Քիչ առաջ նշեցի, որ 20-ները ցուցազուրներ են։ 20-ները ցուցազուրներ են, քանի որ քեր մարդկային աշխատանք կային, քանի որ քեր մարդկային կյանք ունեին, քանի որ քեր մարդկային տեսնելու կարողություն ունեին։ 20-ները, երբ իրենց մահապայրերու առջև կեցած գահավանի բարաները իզերնին պատտված էր, իրենց ոտքի դագի ատորները իրենք հրեցին, որ թշնամին զվարճանալու արիթ չիրան, որ թշնամին հաջույք ստանալու արիթ չունենա, թշնամին իր իղծը չի գրնա իրականացնել, որ գախեցին 20-ները։ Թեգուզ, որ 20-ները գախվեցան, բայց անոնց քաղաքապարախոսությունը շարունակվեցավ մինչև օրս և մի շարունակվի մոտ և հեռու ավարտան։ Այս պատճառով է, որ գսենք 20-ները կեր մարդկային էին, ցուցազուն էին։ Անոնց գտակները, որսին թուք մեր մարմինները կրնան կախել մեր քաղաքապարը ոչ։ Այս իրականությունը կպաստե 20-ներու կեր մարդկային հեռադեսությունը։ Անոնք երբեսին արևելքի հորիզոնի վրա բիլի տեսնեք ազատ անգախ ընկերվարական Հայաստան։ Անոնց կեր մարդկային հեռադես սուտյան կարողությունը կպաստե 20-ներու ցուցազնությունը։ Անոնք երբեսին ուր գահավաններն են ջոջում, անգախությունն են անգալիս, ուր մերելներն են մնչում, հարությունն է մոտալում։ Անոնք ևս կեր մարդկային նայված ունեին ավակային։ Եվ այդ պատճառով է, որ այ ազգը փյունիկվեցավ, վերականգնեցավ, վերածնվեցավ և լալի ալիքներեն, դեր զորի անապատի ավվածներեն և գոյատևեց իր կյանքը անգախացնելով այսօրվա մեր Հայաստանը։ 20-ներու գործունեությունը եթե իրականանար և հաջողությամբ ավարտվեր, վստահ պիտի փոխվեր հայ ժողովրդի և հայրենիքի իրավիճակը։ Այո, կային համաշխարհային մեծ ծրագիրներ, մի լավ փոփոխություններ, բայց աշխարհը միշտ և մեծ պետությունները և մեծ ուժերը հաղթողի կողքին եղած են։ Ոչ մեկ մեծ պետություն կամ մեծ ուժ հաղթողեն հաշիվ չէ վանչած, վարտվողի կողքին չեն գեցած, իրավազրկվածի կողքին չեն գեցած։ Իսկ եթե 20-ները կային հաղթական, այս իրենց գործընթացքի մեջ, հայ ժողովրդի ճակատագիրը վստահաբար պիտի փոխվեր։ Իսկ եթե ուրիշները միանային հնչականներու ոչին, հայ ժողովրդի ճակատագիրը փոխված պիտի եղներ։ Գալով Ցերնարգի բարակային ընկերս, այս տարի ուներ մի քանի առավելություն մեր Ցերնարգը։ Ցերնարգի թվականի զուգադիպությունը, որ 15 հունիս 2025 առավոտ ազգային գերեզմանատուն մեկնեցանք, 20-ներու շաբաթօրի առաջ մեր հարկանքի դուրքը մագուցելու, մեր ցուցազուն քաչերուն, անմահներուն, լավիրաներուն, դպավորությունը ուրիշ էր։ Արդեն գսկաց, որ ժողովուրդը գիտեր ինչու է եղել, ներկաները ինչու է եղել։ Անոնք շատ դիբար, ոչ ավելորդ արտուզատի երևույթներ
շատ օրինական եկան լուրջորեն, մարդ իր վարդականությունը կատարեց ու դուրս երկը դնգերով ագեցինք մեր այցելությունը 22 շաբաթովին։ Իսկ որ կսեմ թվականի զուգատիվությունը այնտեղ ուրիշ էր այս տարի։ Սկացինք, որ Բանամաս և իր 19 սինագիստները միապերան կոչեցին, եթե ազատ անգախ ընկերվարական Հայաստանը, անոնց անշունչ մարմինները մեր դիմաց կջոջվեին, անոնց գդակները հնչագի զարթնեցուցիչ զանքի նման մեր ականջներուն մեջ գբորային, բարձր ցայնով, զարթիր լավ, զարթիր որդյակ։ Իսկ կեսօրը երբ ոգեկոչման ցերնարկին առավելությունները նորեն շատ էին։ Մեր 3 ընկերներու ներկայությունը առաջի հերթին, որ մեզի ոգևորեց։ Այն ընկերները, որ մեր հայրենասիրության և հնչագյանության մեջ մեծ բաժին ունի։ Իսկ ինչու հայրենասիրություն և հնչագյանություն, քանի որ մեր 3 ընկերները մեզ ճիշտ ուղիի դրած են, մեզի բացատրած են, որ հնչագյանությունը ծառայություն է ազգի հայրենիքի, հնչագյանությունը զոհողություն է հանուն մարդկային հայրենասիրական բոլոր ցևերում, հնչագյանությունը իրավազրկվածին ողջուն գնալու և որպես մայր լուսացություն ես հբարդ եմ, որ հնչագյան տասերություն արած եմ։ Գալով մեր օրվա բանախոսին դրաշք ընկերը, քաղաքապարագից Արարատերտի տնօրեն, դիվար հայու արժանիքներով օժտված հեղափոխական Չերմերանդ Սերնացան, ընկեր Նազարեթ Ջերեջյան։ Գարնամս է, որ շալերու ասենք ջարերը լսած եմ, բայց այսքան համեստ և ճիշտ բացատրված քսաներու ասկային գործունեության մասին, քսաներու մարդկային գործունեության մասին, քսաներու համամարտկային գործունեության մասին լուրջ աշխատանք տարած էր մեր ընկերը։ Մեր ընկերոջ ուրիշ առավելություն մնալսեմ, որ մեր մեջը այնքան տրական աստեցություն տրոշմեց, որ մենք վարյանները ժամերը գահամրեինք, գաշվեինք, որ դեսակցինք, խորհրդակցինք, զրուցենք, զեկուցենք, այն խորհրդադու, այն անունով չէ, կաղապարով հնչագյան ընկերիներ, մեծ եղբայրը, գուսակցական հայրը, գուսակցական հոգադար ընկերը, մեծ առավելություն էր այս տարի ընկեր Նազարեթ Ջերեջյանի ներկայությունը, որ Լիբանանի դժվարին պայմաններում իր ընտանիքը, գործը և Սուրիայի մեծ դժվարությունները աչքի առնելով, այդ ամենը ցկեց և եկավ, ընդառաջեց մեր հրավերին և գադարյալ ձևով իր վարդականությունը հրավ քսաներում, իր շրջանավատին, իր շրջանագին, իր ընկերներում և այսօր գալոդում ենք գպդրենք ընկեր Նազարեթ Ջերեջյանը հարկանք Սերնացան ընկերին, հեղափոխական Սերնացան ընկերին,
Ցերնարգի ավարտին, երբ մեր հոգևոր հայրերը պեն պարսացան, բաբանիչով Ցերնարգը պագելու, Հայաստանյաց Արաքելական եկեղեցի, հայ գաթողիկե եկեղեցին և հայ ավետարանական եկեղեցին։ Մեր հոգևոր հայրերը, եկեղեցին կսեմ, քանի որ եկեղեցին մեր հոգևոր հայրերն են։ Ողջ կողքի գեցած միասնականության խորհրդանիշ, հայկական լեռնաշղթան, մեկը մյուսին ամբողջացնող, մեկը մյուսին ուժ տվող, մեկը մյուսին ներծուկ կանգնող, շատ բացառիկ պատկեր էր։ Մեր երիտասարդությունը, այն երիտասարդությունը, որ գրնամսել, որ երախտաբարն են, գրնամսել, որ հնչակյան կուսակցության վաղն արդեն ով ձերքելու մեջ է, գրնամսել, որ իրենք ամեն ջիկ գշիրքի տրած ոչ թե Ցերնարգի հաջողությունը, իրենց հայրենասիրությունը ապացուցեցին, իրենց ճիշտ հնչակյանությունը ապացուցեցին, հարկանոք մոտեցան իրենց անմահներում, ոչ թե բարդականությամբ, շատ տարբերություն կան երեսպիտր։ Գիտակից սերունդը, գիտակից վաղն հարուստ է, գիտակից վաղն ճիշտ ժառանգորդն է։ Շատ բացառիկ պատկեր էր։ Մեր երիտասարդությունը, այն երիտասարդությունը, որ գրնամսել, որ երախտաբարն են, գրնամսել, որ հնչակյան կուսակցության վաղն արդեն ով ձերքելու մեջ է, գրնամսել, որ իրենք ամեն ջիկ գշիրքի տրած ոչ թե Ցերնարգի հաջողությունը, իրենց հայրենասիրությունը ապացուցեցին, իրենց ճիշտ հնչակյանությունը ապացուցեցին, հարկանոք մոտեցան իրենց անմահներում, ոչ թե բարդականությամբ, շատ տարբերություն կան երեսպիտր։ Գիտակից սերունդը, գիտակից վաղն հարուստ է, գիտակից վաղն ճիշտ ժառանգորդն է։ Կարող հնչակյանության ընկերս և հնչակյան 20-ներուն մասին ուրիշ բանն արկուզեն լսել, ավելցնել, հնչակյանությունը ըմպոստություն լսել է, իրավազրգողին թիմաց։ Եթե հնչակյանները չլային ըմպոստ, սուլտանին բանջակիր չէին դաներ, իթիհադականերուն թիմ չէին ելներ։ Ուրիշներու ես, դեր կալեցնեին և ոչ այդքան սերբագալություններ գնար, ոչ այդքան զողողություններ և ոչ այդքան նահատակներ։ Կամ անմահներ ավելի ճիշտ է, նահատակված անմահներ։ Հնչակյանության ընկերս ազնվությունը մեր նախահայր Հայգեն գուկա, չես որ հայգը չարին թիմածս ըմպոստացավ։ Ես հբարմությամբ կսեմ, որ հնչակյանը վաղն պետք է ըմպոստելնա, իրավազրգողին թիմաց, հնչակյանը միշտ պետք է ըմպոստելնա, արդար հայգի թոր ըլլալը հնչակյանի ծրագիր գաղունակիրին գհամագերվի, կամ հնչակյան ծրագիր գաղունակիրը հայգի թոր ըլլալուն գհամագերվի, 20-ներու գործընթացքը հայգի թոր ըլլալուն գհամագերվի, անոնք գախվեցան, բայց ինչպես Շիրազն անտիագանի մեջ ասավ, կանզի գախողից բարձր է գախողը, երիք թուրքերը, ուսմանցիները մնացին վար, 20-ները վեր էին, բարձր էին, թե անշունչ մարմիններով, թե քաղաքապարախոսությամբ և թե հոգևոր կերպի վրա, քանի որ մեր բոլորին ծանոթ է նահատակներու վերջը, անմահությունը։